ովքեր են հիմա քննադատում եկեղեցուն։ Երկու արվամոլ։ Փաշինյանի հոգեհարազատ իրար ներքին էության շատ մոտ երկու անձ։ Անկախ հպարտ պիդարաստ Արման Բաբաջանյանը եւ մի ուրիշ պիդարաստ բաներ Մոսկվայից եկած Ղարաբաղցիների հասցեին ավել պակաս խոսող Ռամաշկան Ռոման Բաղդասարյանը։ Այսինքն փաստորեն այսօր Փաշինյանի եւ իր զուգընկերի կողքը կանգնել են երկու պիդարաստ։ Կարող է այստեղից հետևություն անեմ, ասեմ ժողովուրդ դուք էլ այլ սեռական կողմնորոշում ունեք, ուղղակի մենք չգիտենք դրա մասին։ Նման զնման են գտանը, չէ՞, փաստորեն այս 4-ը լավ էլ գտել են իրար։ Եվ կոնկրետ իմ առաջարկը։ Այո, այսօր կա կոնսենսուս այս թեմայով լրատվամիջոցների եւ քաղաքական, եթե կողմնորոշման մեջ են եղել այս կամ այն լրատվամիջոցը, կամ ֆինանսավորվել են, կամ օժանդակել են այս կամ այն քաղաքական ուժին, այս կամ այն առաջնորդին, այսօր իրենք մեր նույն դաշտում են։ Ես դա գտնում եմ շատ կարևոր մեսիջ, որ լրատվամիջոցների ղեկավարները մոտ օրերս, ես նաև հորդորում եմ այս տաղավարից, կազմակերպեն մի հատ հանդիպում քննարկում։ Այսինքն մեր աշխատանք, ես ինձ իրանք վերապահում եմ մեր ասելով այս դաշտի, որտեղ պատերազմի տարիներին ես պաշտպանության նախարարությունում այդ կառույցի ղեկավարներից մեկն եմ եղել, այսինքն լրատվամիջոցների աշխատանք, քարոզչություն եւ այլն ինձ համար շատ հոգեհարազատ է։ Ես առաջարկ եմ անում մոտ օրերս շատ արագ նախաձեռնել լրատվամիջոցների ղեկավարների ոչ հրապարակային մի հատ քննարկում առաջինը, որպեսզի նախ իմանանք, որ լրատվամիջոցներն են այս դաշտում սատարուն թեու թիկուն կանգնում, ուրեմն մեր առաքելական եկեղեցուն հոգևորական են, սա շատ կարևոր բան եմ համարում, եւ միգուցե նաեւ նախաձեռնողներից մեկը դուք լինեք Անժելա, հաշվի առնելով, որ ձեր լրատվամիջոցը բավական մեծ լսարան ունի։ Ես ինքս եւս կփորձեմ որոշ լրատվամիջոցների իմ մտերիմ ընկերներին, որոնց հետ անհիշելի ժամանակներից աշխատել ենք դեռևս 90-ականներից, իրենց եւս առաջարկել այդ փակ աշխատանքային քննարկում, ինքը գաղտնի չի, բայց ոչ հրապարակային առայժմ։ Այսինքն մենք կոորդինացնի փորձելու ենք գալ կոնսենսուսի, իսկ այս կոնսենսուսը ես ինքս տեսնում եմ արդեն բազմաթիվ առնվազն 10-12 լրատվամիջոց վականի կշիռ ունեցող, որոնք նույն գնահատականն են տվել այս զույգի զուգընկերների այս խոսույթին։ Երկրորդ առաջարկը, որ ասում եմ, առայժմ ես միայն մի կուսակցության հայտարարությունն եմ տեսել։ Վազգեն Մանուկյանն է քիչ առաջ խոսեց։ Հա, ես դա իրազեկ չեմ, հանրապետական կուսակցության հայտարարություններից ընթերցել։ Նաև դիմում եմ Հայաստանի Հանրապետության։ Չէ, հետո Վանեցյանն էլ է խոսել հենց առաջին օրը։ Ես խոսքս անհատների խոսույթի մասին չի։ Պատիվ ունեմ իջը ասել թե կուսակցությունից։ Ես ասում եմ, հա, ես ասում եմ ոչ թե անհատներ, այլ կուսակցության պաշտոնական դիրքորոշում հայտարարությունով, որը նշանակում է, որ այդ կուսակցության բոլոր անդամները համակարծիք են կուսակցության այդ հայտարարության, եթե կուսակցությունը պաշտոնապես հայտարարություն է, չէ՞ տալիս։ Պարոն Հովհաննիսյան, այդպես է, չէ՞, այդպես է։ Հորդորում եմ բոլոր կուսակցությունները։ Այժմ ազգային ժողովրդական միության կուսակցության հայտարարությունն է տարածել վերջին իրադարձությունների վերաբերյալ, ողջունում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացած կրոնական ազատության հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային հավաքաժողով շատ բնական է, այսպես երկար, այո։ Հիմա իմ հաջորդ առաջարկը, այսինքն այն ինչ որ կարդամ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրիցս պահանջվում է ուժերի գելարումով համախմբում ազգային պետական խնդիրների եւ նպատակների շուրջ հաղթահարելու պետության եւ ժողովրդի արժեվ կանգնած ծանր մարտահրավերները լուծելու այդ խնդիրն ու հասնելու այդ նպատակների իրագործմանը։ Ես ավելի առարկայական եմ, կոնկրետ այս պահին ամենամեծ մարտահրավերներից մեկը մեր եկեղեցուն եւ հոգեվոր խավին է, նետված։ Ես առաջարկում եմ, ուրեմն կուսակցությունները պաշտոնական հայտարարություններ տան, բոլորը անխտիր, լինի 5 հոգանոց, 500 թե 5000 հոգանոց կուսակցություն, բոլորը պաշտոնապես հայտարարություն կեցված դրսևորեն։ Սա երկրորդ։ Երրորդ, հասարակական բազմաթիվ կառույցներ կան, որոնք շատ ակտիվ են մեր հասարակական նաև կյանքում։ Հասարակական կազմակերպություններ, որոնց ղեկավարները նաև
սոցիալական ցանցերում, մեր հանրային տիրույթում մեծ լսարան ունեն, իրենց կազմակերպությունները եւս պաշտոնապես հայտարարություններ տարածեն։ Կեցված դրսևորեն։ Կարող է 1 տարբերություն լինի, կարող է 5 տարբերություն, բայց ԵՊՀ-ն հիմա կեցված դրսևորեց, ռեկտորը հանդիպեց իր հետ, էլի մարդիկ հանդիպել են, ես չգիտեի, ռեկտորը փաստորեն նաև աստվածաբան է։ Հետաքրքիր է, չէ՞։ Հիմա ինձ դուք ուզում եք, ես ասեմ նման զնման են գտանը։ Չգիտեմ։ Հա, ես արդեն ասեցի։ Ինչևէ, եւ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, եւս հայտարարություններ, այսինքն այստեղ եւս դիլնի կոնսենսուս։ Ահա, սա իմ հաջորդ առաջարկը։ Եվ վերջին առաջարկը, երբ կա քարոզչական դաշտում, կուսակցություններում, հասարակական դաշտում, հասարակական լուրջ ակտիվություն ունեցող անհատների կողմից, մեր շարքային քաղաքացիների կողմից կա կոնսենսուս այս ամեն ինչին, ես միտեղ առաջարկել եմ, սա երկրորդ հարթակն է, որտեղից բարձրաձայնում եմ, ի զորակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու վեհափառ հայրապետի մեր հոգևորականների սրբազանների կազմակերպել մոտ ժամանակներս խաչերտ կամ ուխտերտ։ Իդեպ նման մի փորձ մենք ունենք, որը խիստ արդյունավետ եղավ, դա 2013 թվականին, երբ Եվրախորհուրդը մեզ պարտադրում էր մի կոնվենցիա 2 օրենք, որով պաշտպանվելու էին այլասերվածների իրավունքները, հոկտեմբերի 20-ին, եթե օրը չեմ սխալվում, կազմակերպվեց ուխտերտ Երևանից, Ջավախքից, Արցախից, Հայաստանի բոլոր շրջաններից եւ բոլոր եկեղեցիների համայնքներից մոտ 15000 անձ հավաքվեցին, հանդիպման վայրը Էջմիածնի մուտքի մոտ ձերքի արձանի մոտ էր եւ այդտեղից շարժվեցին դեպի Մայր Աթոռ, ուրեմն մեծ խորանում ասեղ գցելու տեղ չկար, վեհափառ հայրապետը խոսք ասեց, այդտեղ այդ ուխտերթի խորհուրդը ի պաշտպանություն եւ զորակցություն առաջներտին ընտանիքի, մեր արժեքների, մեր երեխաների եւ մեր ինքնության որպես ազգային ինստիտուտ Մայր Աթոռին վեհափառ հայրապետին։ Այդ մարդիկ ովքեր ներկա են եղել, ես կազմակերպիչների մեջ եմ եղել, ուխտ արեցին իրենց հետագա ամբողջ անձնական, հասարակական, քաղաքական կյանքում, ուրեմն որպես նպատակ անել այն ուխտը, որը այդ օրը արվեց։ Հիմա ես առաջարկ եմ անում, որ քանի որ շուտով լինելու է կոնսենսուս հասարակական քաղաքական կառույցների, լրատվամիջոցների, անհատների, վստահաբար եմ ասում լինելու է, իսկ մենք սոցիալական ցանցերը իմ ընկերները որպես մասնագետներ լուրջ մոնիտորինգ են արել, առաջարկում եմ, որ եկեղեցու հետ համատեղ կազմակերպել այդ խաչերթը կամ ուխտերթը, եւ դա վստահաբար եմ ասում, դա 15000 չլինի, դա կարող է 50, 80, 100,000 լինի, եւ որը Հայաստանում որակապես կարող է իրավիճակ փոխի։ Շատ լավ։ Սա իմ գործնական առաջարկները։ Այն ինչ որ իրենք անում են Անժելա, իրենց արածը մենք տեսնում ենք։ Հիմա գնդակը մեր դաշտում է, իսկ մենք ինչ պետք է անենք։ Ես 3 առաջարկ արեցի։